լույսը աշխարհ եկավ։ Անուն Հոր և Որդու և Որդուն Սրբո ամեն։ Հավատացյալ քույրեր և եղբայրներ, Տիրոջ տնօրինական խորհուրդների ամենավառ և ամենապայծառ, ամենախորհրդավոր մահերն ենք վերապրում։ Մեր Սուրբ Եկեղեցին մեզ այս պահին հրավիրել է, որպեսզի մտովին վերապրենք 2000 և ավելի տարիներ առաջ մի դեպքի, որ տեղի ունեցավ Գեթսեմանի պարտեզում։ Տիրոջ պայծառ, հրաշափառ, ուրախ ու հաղթական մուտքից հետո Երուսաղեմ, ուր ժողովուրդը նրան որպես մարգարեի, որպես թագավորի և արքայի հյուրընկալեց և օրհնաբանեց, ընդամենը օրեր հետո նրան մատնեց, նրան դավաճանեց, նրան լքեց, նրան սուտի դատապարտեց և իր խաչ հանդստա հայտարարեց օրհնության փոխարեն։ Գեթսեմանի պարտեզում Տերը իր աշակերտներին աղոթելու պատգամ տվեց։ Գեթսեմանի պարտեզում խավար էր։ Խավարման այս արարողության նման մութ էր։ Բայց ոչ թե մեր պատկերացումներով և այս պահին մեր զգացածով խավար էր։ Գեթսեմանի պարտեզում մի այլ խավար էր տիրում։ Հաճախ մեր կյանքում, մեր առօրյայում այդ նույն բանական սովի, հոգևոր սովի, մեղքի խավարն է տիրում։ Անձնական մեր կյանքում մեղքի հետևանքով այդ խավարի մեջ ենք հայտնվում։ Հավաքական կյանքում մեծ սխալների արդյունքում դարձյալ դժվարությունների, փորձությունների մեջ ենք հայտնվում։ Տիեզերքը նույնպես այդ նույն սխալ դպրության ճանապարհով հայտնվում է նույն դժվարության փորձության մեջ։ Մենք էլ ամեն մեկս մեր կյանքում ունեցել ենք տառապանք, դժվարություն, սուգ, կորուստ, մութ խավար, հոգու խավար։ Տերը մեզ ուսուցանում է այսօր, այնպես ինչպես Գեթսեմանի պարտեզում իր աշակերտներին պատգամեց, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չլինենք։ Խավարը հաղթահարելի է լույսով։ Լույսը աշխարհ եկավ, որպեսզի մենք կյանք ունենանք։ Գեթսեմանի պարտեզում, ինչի խորհուրդը այս պահին մենք վերանում ենք, խավարման այս գեղեցիկ հոգեպարար արարողությամբ,
Կարծես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարդկային հայտնության դրվագն էր, ուր նա պայքարում էր մահվան և կյանքի միջև։ Մենք հաճախ պայքարում ենք մեղքի և արդարության միջև, դավաճանության և վստահության միջև, անհավատության և հավատացյալների միջև, մեղքի սայթաքունի և աստվածության միջև, և երանի Աստված հաղթի։ Այդ ժամանակ է, որ մեր կյանքի և մեր մտքի լույսը պիտի ծագի։ Այդ ժամանակ է, որ Քրիստոս սիրո ընթրիքի պայծառ դրվագից Գողգոթայի ճամփորդությամբ մինչև սիրո խաչելության ճամփան պիտի անցնի մեր կյանքի բոլոր հանգրվաններով։ Մեր կյանքի դժվարության մեջ Տիրոջ պիտի խնդրենք, մեր կյանքի տառապանքի մեջ Տիրոջ պիտի խնդրենք, մեր կյանքի հիվանդության մեջ Տիրոջ պիտի խնդրենք, մեր կյանքի կորուստների մեջ Տիրոջը պիտի խնդրենք, մեր կյանքի բոլոր փորձությունների մեջ Տիրոջը պիտի խնդրենք, և եթե խնդրենք, նա խաչի ճամփով մեզ պիտի զորացնի, որտեղ նրա ճամփորդությունը մինչև խաչ հառավոր ճամփորդություն էր, մարդկային ճամփորդություն էր, որպեսզի իր մարդկային երկրավոր կյանքի ամբողջ ընթացքը նա ամփոփեր խաչի վրա և խաչից ու խաչելությունից հետո սկսեր աստվածային։ Աստված սկսեր գործել մեր կյանքում։ Սողոմոն իմաստունը ժողովող իր գրքում ասում է. ժամանակ կա լալու, ժամանակ կա խնդալու։ Խավարման արարողության մեջ մեր մեղքերի համար լալու հնարավորություն կա, բայց Քրիստոսով միավորությամբ լույսի մեր կյանքում հայտնությամբ նաև հաղթանակի անհասկանալի հակասություն կա։ Կարծես Քրիստոսի հետ ժամանակը և անժամանակը համբուրվում են և Քրիստոսով ժամանակավորը դառնում է անժամանակ, խավարը լուսավորվում է և ինչպես Տերը ինքն է ասում, Աստված լույս է, և եթե մենք Տիրոջ հետևորդ զավակներն ենք, այդ լույսի ճամփորդն ենք, այդ լույսի հետևորդն ենք, այդ լույսով լուսավորվողն ենք։ Սիրելիներ, յուրաքանչյուր գիշերվան հաջորդում է առավոտ, յուրաքանչյուր տառապանքին հաջորդում է օրհնություն, յուրաքանչյուր կորստյան հաջորդում է հաղթանակ, միայն Քրիստոսով, միայն Տիրոջ հետ, հնարավոր է միայն փրկությամբ։ Չկա խավար, որին չհաջորդի լույս։
Աստծո հետ